Դուք չէիք կարող ամեն օր ձեր ձեռքերում մեռնող երեխա գրկել ու անհաղորդ մնալ նրանց օգնության կոչերին։ Դժվար գտնվի մեկ հայ, որը չի սքացել իր ընտանիքի անդամներից որևէ մեկի կորուստը կոտորածների պատճառով։ Ավստրիալացի մարդասեր Էդիթ Մեյ Գլենվիլ։ Հայ երեխաներին տեղավորելով նավակների եւ բեռնանավերի վրա նետեցին ծովը եւ խեղտամահ արեցին։ Բարիադրոսի սարահարթը ծածկված էր հայերի դիակներով։ Խրիստիանոս Ֆիլիպիդիս ույն հոգևորական։ Երբ հայերը լքեցին պատմական սրբավայրը, Վարագավանքը, իր նմանը չունեցող հազարամյա գրադարանով այն ընկավ թուրքերի ձեռքը։ Վերջիններս ամբողջովին հրկիզեցին այն։ Մեհմեդ Ջելալ Բեյ, արաբ գործիչ։ Սրանք հայոց ցեղասպանության մասին օտարազգի վավերագրողների վկայություններն են, որոնք այսօր ցուցադրված են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Ցուցադրություն, որտեղ նմուշները պատմում են իրականության մասին, որտեղ ամեն իր պատմության ամենադաժան էջերի լուռ վկան է։ Ապացույցը մարդկային անաղոքության ու աշխարհի անտարբերության։ Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Սրանք պարզապես փաստերի հավաքածու չեն։ Դրանք մարդկանց ձայներն են, որոնք հրաշքով փրկվելով մահից հրաժարվեցին լռել։ Անձնական ցավը մի կողմ դնելով նրանք ձեռնամուխ եղան մի գործի, որն այսօր ունի ոչ միայն պատմական, այլև քաղաքական եւ իրավական նշանակություն, արձանագրել հանցագործությունը, փաստել իրականությունը եւ պահպանել հիշողությունը։ Այս վկայությունները այնքանով են կարևոր եւ բացառիկ, այսինքն քանի որ դրանք հավաքվել են թարմ հիշողությամբ եւ հենց այդ ուրեմն դեռ արհավիրքի տարիներին։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ եւ այլազգի վավերագրողների մոտ 2 տասնյակ բացառիկ էջեր են ցուցադրվում թանգարան ինստիտուտում։ Թանգարան ինստիտուտի գիտաշխատողն առանձնացնում է Վահան Տերյանի կատարած աշխատանքը։ Բանաստեղծը Երևան տեղափոխված որբերի վերապրածը հավաքագրել է խաղ դասի միջոցով, չվնասելու համար նրանց առանց այդ էլ անկայուն հոգեբանությունը։ Դրանք այժմ ցուցադրված են թանգարանում։ Նպատակ ուներ հավաքել այդ երեխաներից իրենց պատմությունները, բայց բնական է հաշվի առնելով երեխաների հուզական ներաշխարհը, ինքը դա փորձում է կազմակերպել խաղ դասի միջոցով եւ հանձնարարում է շարադրություններ։ Այստեղ ներկայացված են այդ շարադրություններից մի քանիսը, որտեղ երեխաները իրենց ուրեմն այսինքն իրենց աչքերով են ներկայացնում կատարվածը, նրանցից որոշները մասնակցել էին Վանի ինքնապաշտպանությանը։ Զտեղված էին նաև տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք արել էին այլազգի ներկայացուցիչները։ Տեսանյութերում հիմնականում որբերն էին, որոնք ձեռքերն օդ պարզած սնունդ էին խնդրում։ Որոշներն էլ ծանր աշխատանքներ էին անում թուրք գործատուների մոտ։ Նմուշներին ծանոթանալու էին եկել Հայաստանում, Ռուսաստանի, Կիպրոսի, Կանադայի, Վենետիկի արտակարգ և լիազոր դեսպաններն ու պատվիրակության անդամները։ Ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է լինելու մինչև 2027 թվականի ապրիլ ամիսը։ Սադամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։